Որոշ ժամանակ առաջ ոմն առաջին տիկինը նորություն էր տարածել, որ իր քաղաքացիական ամուսնությունը վարչապետի աթոռի սոսինձված անձի հետ ավարտված է։ Ինչը առաջացրեց տարակուսանք եւ մարդիկ մտածում էին, որ կլինի պետական գրանցում ամուսնության կամ տիրադավ եպիսկոպոսներից մեկը իրանց ամուսնությունը կանի զավթած եկեղեցիներից մեկում։ Այսօր նույն կերպարը Էրատոմ անկանունով հայտարարության եկավ եւ հայտնեց, որ ինքը գնում է վարչապետի աթոռին սոսնձված անձից ինչ-ինչ պատճառներով։ Միանգամից մի քանի տասնյակ վարկած առաջ բերվեց։ Նույնիսկ եղանակն է տխուր ուլացում, որ Էրատոն լքեց դավաճանին։ Երևանը պատված է մառախուղով, մառախուղ է թե մառախույ։ Տենց էլ ապրում ենք մեր ուրախ Հայաստանում։ Տխուր է երկինքը անպամած, գալիս է անձրևաձուն, իսկ դու պատրաստվի, իմ սիրելի Հայաստանի քաղաքացու։ Առաջինը, նույնիսկ Աննան հասկացավ, որ արդեն գնալու ժամանակն է եւ Նիկոլի նավը խորտակվելով տանում է իր հետևից բոլոր կողքին կանգնածներին եւ առնետի նման փախնում է խորտակվող նավից։ Երկրորդ վարկած, որ դա քաղաքական դրամա է գալիք happy end-ով, այսինքն Սանտա Բարբարա են մեր գլխին խաղալու եւ մոտավորապես մի ամիս սիրապնդումներից հետո Նիկոլին կհաջողվի նորից գրավել Աննայի սիրտը եւ մենք բոլորս կտեսնենք վերամիավորվանը։ Երրորդ վարկածը դա ստանդարտ դիվերսիֆիկացիա է, ինչը սիրում են անել արևմտյան մեր գործընկերները եւ Նիկոլի դիմաց օգնության հետևից դիմաց մարդիկ դիվերսիֆիկացիա, այսինքն իրանք բոլոր ձվերը չեն դնում մի ափսեի մեջ, բաժանում են եւ քանի որ Աննան բերում է ահավոր շատ նեգատիվ ֆիդբեք մարդկանցից, իրանք որոշեցին տարանջատել իրար եւ ունենալ երկու տարբեր կերպար։ Ամենակարևորը իհարկե լեապյորդ լասինաներ հագնող եւ շորիկներով, փոմփոլիկներով, թորնիկների նկարով ծյոծեքի համար։ Նիկոլը ազատ է։ Ծյոծեք, ֆաս, հասեք կերեք, քանի չեն տարել ձեր ձեռից։ Լավ եղեք, զգույշ եղեք, մի հավատացեք իրանց խաղերին։